Եկեք դուք մի մասնակցեք, ասենք չի ասում դե որտեվ դուք փող չունեք։ Մեզնից շատ ավելի փոքր նշանակության ուժեր են հաջողության հասել մարդկության պատմության ընթացքում։ Ինքը կեղծ հրեշներ է նշանակել իր համար կրվելու համար։ Եվրոպան ոնց հասկանում ենք պատրաստվում է երկարատև դիմակայության։ Քաղաքական կռիվ գոյություն չունի այս ընտրությունների իմաստով։ Նայեք, ինտրիգ չկա։ Բարեմուտքի համար մենք տենց առանձնապես մեծ արժեք չունենք։ Ջորջան, չեք կարող համասեք մենք համաձայնենք Միջանցքնակ թուրքերին, համասեք ուզում ենք մեր կոնյակը Ռուսաստան ծախ։ Ընդդիմության մի մասը կողմ են Միջանցքին։ Մտեք ԿՊ դիմում տվեք, մտեք ԿՊԽ-ի առանձին մասնակցություն։ Չկա Ղարաբաղ, Չկա Միջանցք, չկա Միջանցք։ 1000 անգամ ասել ենք։ Ընկերները, նախընտրական ողջույններ, պլատֆորմ ոդքասթը բնականաբար շարունակում է իր աշխատանքը, կարծում եմ ինչ է լինի, ինտրուսիոն լինի, չլինի, միևնույն է մենք այս ոդքասթը պետքա անպայման շարունակենք, բայց բնականաբար ինտրուսիոնների համատեքստում թեմատիկաներ պետքա համապատասխանի ինտրուսիոնին, հատկապես որ մենք հայտ ենք ներկայացրել եւ շատ լուրջ հայտ ենք ներկայացրել եւ պետքա մասնակցենք եւ որոշել ենք արդյունքներ նվաճել։ Այո։ Ահա, թոմնա եթերը մեզ։ Ճիշտ։ Կարպիսը փրշտած ուրեմն տենց է։ Առողջություն Կարպիս, բնականաբար ընտրություններն է թեման։ Ուզում եմ մեր հայրենակիցներին տեղեկացնել, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը հաջողությամբ 5 շաբթի օրը վերջին օրն էր փաստաթղթերը հանձնել է կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այն պայծրությամբ, որ մենք նկարահանում ենք այս ոդքասթը, դեռ չգիտենք էլ ինչ ուժեր են հանձնել, ուժերը հենց հիմա դեռ հանձնում են մինչև ժամը 6-ը, բայց այն պայն որ եթեր կլինի, այդ եթերում դուք արդեն այդ օրը կիմանաք, որ ուժերն են հանձնել։ Իմ հաշվարկով Կարպիս մոտավորապես 15 ուժ, որ հայտարարել են համագումար են արել, ցուցակ են հաստատել, չգիտեմ, հա, մոտավորապես 15 ուժ մասնակցում են ընտրություններին։ Ու ես ուզում եմ այսօր մենք խոսենք, գիտես ինչից, որ կա կեղծ ձևավորված ինչ որ քննարկումներ, առայն որ կան ուժեր, որոնք որ ամենահաջողակն են եւ իրանք պետք է անպայման մասնակցեն, իսկ այ մնացածներին հարց են տալիս, բայց դուք ինչի եք մասնակցում, բայց դուք ինչի եք մասնակցում, բայց դուք ինչի եք մասնակցում։ Այս հարցը որքան էլ որ նյարդայնացնի այսպես կոչված խոշոր ուժերից դուրս գտնվող ուժերին, այդ թվում ես, բայց հարցը որը որ շատ կարևոր է նաեւ, որ ինչ որ միտեղից գեներացվում է, ինչ որ մեկը բզբզում է, կամ ինչ որ մարդիկ։ Եվ այս բզբզացող մարդկանց պետք է բնականաբար իրancs տեղը նստացնել։ Եվ պետք է նստացնել բնականաբար խոսքով։ Որտեղ մեր զենքը խոսքն է, մարդիկ մեզ ձայն են տալի խոսքի գաղափարի համար, մենք ուրիշ ռեսուրս չունենք սիրելի հայրենակիցներ, եւ այս իմաստով ուզում եմ խոսենք այս թեմայից, ինչ ես մտածում։ Ես կարծում եմ, որ դա շատ հիմար հարց է, ծամունի փոխակերպված հարց է, եւ այդ հարցը իր էությամբ կլանային թայֆայական մտածողության հետևանք է, ապաքաղաքական թայֆայականության հետևանք է, որովհետև եթե առաջնորդվում ենք այդ հարցի իբր թե լեգիտիմ լինելու ուղղությամբ, քաղաքականությունը դարձնում ենք ինչ-որ փողի եւ իշխանական լծակների մասին զբաղմունք։ Շատ լավ ձևակերպեցիր Կարպիս։ Իսկ քաղաքականությունը դրա մասին չի։ Ես կարող եմ թքած ունենալ արդյունքների վրա, ունենալով այն համոզմունքը, որ մեզնից շատ ավելի փոքր նշանակության ուժեր են հաջողության հասել մարդկության պատմության ընթացքում եւ մեզնից շատ ավելի մեծ ռեսուրսներով ուժեր են մարդկության պատմության ընթացքում ձախողվել, խայտարակվել եւ տապալվել։ Եվ նաեւ պետք է հասկանալ, որ կան գաղափարներ, կան իզմեր, կան արժեքներ, եւ նույնիսկ մենք եթե 10 դրամ էլ չունենանք, եթե հաջողության հասնելու շանս էլ չունենանք, չի նշանակում, որ դրանցից այդ արժեքներից եւ գաղափարներից պետք է հրաժարվենք եւ կպնենք մեծ ռեսուրսներով ինչ-որ միավորների, այս անսկզբունքայնությունը, այս քաղաքական այլասերվածությունը մեր մասին չի։ Ես էլի եմ ասել եւ ուզում եմ կրկնել։ Նույնիսկ եթե մենք մնանք մենակ եւ հաջողության հասնելու շանս չունենանք, մենք չենք կարող ասել, որ ցեղասպանություն չի եղել։
որ ցեղասպանություն բառը եկեք չօգտագործենք։ Մենք չենք կարող ասել, որ Ղարաբաղյան շարժումը KGB-ն է հրահարել։ Թոգեր մեր վզից։ Թոգեր մեր վզին։ Չի լինի, եթե մեծամասնությունը այդպես ասի, մենք շարունակենք մեր ասածը պնդել իրականությունը, մեզ էլի գալու են ասեն դուք բանա, հա, ձենեք փոշի ասում։ Ով է ասել, որ պետքա մենակ երկու ուժ լինեն։ Ես հասկանում քո ջղայնությունը, բայց արի մի հատ դասավորենք արկղերի մեջ այս ամեն ինչը։ Երկու դրվագ կա ասածիդ մեջ։ Առաջինն այն է, որ տպավորություն են ստեղծում, որը որ փող ունի, որ ռեսուրսներ ունի, հա, ռեսուրսներ, փող, բանսես փող կա, փող ունեն ախպեր բան, հա, պետքա միայն իրենք մասնակցեն ընտրություններին։ Այս տպավորությունն է, առաջինը, ու գիտես կան այդ տպավորությունը ժողովրդի մոտ ստեղծեն, բայց որ լրագրողներն են գալի դա ասում, իմ մոտ ուղղակի զզվանք է առաջացնում։ Այսինքն ոնց կարա լրագրողը անդադար գա, այդ օրակարգը առաջ մղի, որ գաղափարական ուժեր, սկզբունքային ուժեր, իրական քաղաքական միավորներ, դուք եկեք դուք մի մասնակցեք, ասենք խի ասում դե որտեվ դուք փող չունեք։ Ասենք դա ի՞նչ տեքստը, դա ի՞նչ քննարկում է։ Կամ ով է ասել, որ մենակ պետքա փող ունենաս, որ փողով կարողանաս ընտրություններին մասնակցել։ Եվ այստեղ Կարպիսիան մի միտք ասեց, այդ մտքին ես համաձայն չեմ, այն մասով, որ համաձայն եմ, որ մենք մենակ մնանք ասելու ենք ճիշտը, այո։ Բայց շատ նիհիլիստական այլ ասած այն իմաստով, որ բացարձակ մենակ չենք։ Ասենք հազարավոր մարդիկ այսօր մեզ աջակցում են, հազարավոր։ Հիմա այդ հազարավորը քանի հազարը բարձր ընտրությունների ժամանակ քվեարկությամբ կերևա, բայց շատ մարդիկ եկան աջակցում են չեն ուզում գնան ընտրության։ Հիմա մեր դերը նաև այնա, որ այդ մարդկանց խնդրենք, ակտիվացնենք, մոտիվացնենք, որ այդ մարդիկ գնան ընտրական տեղամաս։ Հետեւաբար մենք պրինցիպիալ ենք այնքանով, որ այո մենակ մնանք, մենք մեր ասելիքն ասելու ենք, ցեղասպանության օրը օրինակ 3 կեր բոլորս գնացինք, դուք տեսակ լսեցիք մեզ, այսինքն այդ բանը, որ մարդկանց ուզում են էլի ինչ որ հрамցնեն արդեն որոշված բաները, հрамցնեն արդեն սենց է որոշված, որ ասենք դե անցողիկ ուժերը դե բաննա, դե Նիկոլնա, դե բա խոսքի բաննա, Ծառուկյանն է, դե Քոչարյանն է, դե Սամվել Կարապետյանի ուժնա, դե վсё։ Ժողովուրդ ջան, ով ես ասե, որ դուք եք վերցրե, այդ ինչ անալիտիկա է, եք տենց մտածում, այնքան բան կարա փոխվի Քարոզարշավի ժամանակ, այնքան բան կարա փոխվի, որ բացարձակ անցողիկ ուժերը օրինակ չանցնեն, այդ ձեր մտածած իբր պատկերացած չանցողիկ ուժերը անցնեն։ Ով ես ասե նման բան։ Ինչի են ձեզ հետ մղում ակտիվությունից, ինչի են ձեզ հետ մղում ձեր քաղաքացիական դիրքորոշումից, որ գնեք դուք կոպիտաս, անգլերեն եմ թարգմանում, որ գնեք կամ համակերպվեք ձևավորված արդեն իսկ մինչև ընտրությունները ձևավորված իրենց պլանին։ Որն է իրենց պլանը։ Նիկոլ Փաշինյանը իր համար որոշել է հրեշներ։ Ասում է երրագլուխ հրեշները բանսես բաներ։ Ու երրագլուխ հրեշների դեմ պայքար բանման, որ այդ պայքարը բևեռացվի այդ երեք ուժերի ու իր միջև, մնացած ուժերը դերակատարություն չունենան։ Ինչի՞։ Որովհետև գիտի, որ օրինակ մենք, ասենք, ես Կարպիսը եւ մեր ընկերները, ովքեր մեր ցուցակում են, որևէ ձևի խոցելի չենք։ Մեզ ոչ մի բան չի կարողանում Նիկոլ Փաշինյանն անի։ Խոսքով հետներս խոսապարտվում է, գործով հետներս խոսապարտվում է, քաղաքական անցած ճանապարհով պարտվում է, սկզբունքայնությամբ պարտվում է, թալանի, ես շատ գիտեմ ինչի կոռուպցիայի ոչ մի մեղադրանք չի կարա դնի մեր վրա։ Ինչ թեմա հետներս նստի Փաշինյանը մեր հետ պարտվում է։ Բացի մի բանից, որ ինքը կառավարությունը այսօր ղեկավարում է, որովհետև իշխանությունը վերցրել է իր մոտը։ Էսա, այսինքն Ջորջ ջան, դուք պետք է նայեք, ովքեր են որ կանան կանգնեն Քարոզարշավի ժամանակ այդ մարդկանց առաջ։ Մենք հաջորդը հարցը առաջանում ինքը ոչի վեր են տրվելու դե որ դուք տենց եք նայում հարցին բնականաբար։ Մենք հարցին այս ներկապնակով ենք նայում։ Այս ներկապնակով ինքը իշխանությունն է մենք ընդդիմություն։ Հետևաբար մենք կարանք իրան նեղը գցենք, քան թե որևէ այլ ուժ, որ իրանը իբր հրեշներ են, չհրեշներ։ Մենք դեմոնտաժ ենք անելու Նիկոլի պատկերացած հրեշների կոնցեպտը, խի որովհետև ինքը կեղծ հրեշներ է նշանակել իր համար կրվելու համար, բայց իրական հրեշները ստե նստած են, եթե տենց է։ Եվ այստեղ մենք մարդկանց ասում ենք հետեւյալը, որ այո, այս ընտրություններում նաև շանս կա, որ այդ շանսը պետք է օգտագործել, որ Նիկոլ Փաշինյան անունազգանունը վարչապետ չլինի։ Կար լինի դիմադիր ֆրակցիայի ղեկավար։ Եկեք մի պա մոռանանք, որ հրեշը բացասական բառ է։ Ես բացասական, դե ինքը ուզում է բաց, ինքը ուզում է ասի, որ այ իմ կռիվը դրանց դեմ է, բան, բայց Ժորժ ջան, կեղծ կռիվ է։ Ջիվանին ոնց էր ասել։
կեղծ կռիվ են տվել։ Մեր լեզվամտածողության մեջ հրեշ բառը բացասական իմաստ ունի, բայց գնանք դեպի հեռավոր արևելք, այդ իրենց ճապոնական, չինական դիցաբանությունների մեջ հրեշը, դրակոնները, բանը շատ դրական ոգիները անցալում ունեն եւ այս հրեշ բառը այնպես բացասական չեն վերաբերվում եւ այս համացակցում ասեմ որ իրական հրեշը ով է իրական հրեշը ով ազրկված ձայնի իրավունքից եւ աշխարհի հետ կապից այդ մասով Կարպիսը լավ բան ասում հիմա նայեք ասում են իրական հրեշը Միքայել arczepiskopos-ն է որին զրկել են խոսելու հնարավորությունից աշխարհի հետ կապից եւ ինչի համար են զրկել որովհետեւ իշխանությունը վախենում է այդ մարդու խոսքից լսեցիք սիրայնակից այսինքն Փաշինյանի հայտարարած հրեշավոր ուժերը հրեշները բանման բոլորը իրավունք ունեն հարցազրույցներ տալու խոսելու հայտարարություններ անելու Միքայել Սրբազանը իրավունք չունի որովհետեւ Փաշինյանը տենց է որոշել Եվ ես արգելել է ԱԱՑ-ով, դատարանով։ Եվ ես ուզում եմ որ մենք հրեշ լինենք։ Այս իշխանությունը դեմոնտաժ անող հրեշ, բարի հրեշ։ Ոչ թե դու ուզում ես, այլ մենք կանք տենց, ինչի, որովհետև նայ ոչ մի ձևի մեջ են կարողանում ծամել եւ մարսել եւ կործան չի լինում։ Չի ստացվում։ Այն գաղափարական հենքը որ մենք ներկայացնում ենք, ոչ ոք չի ներկայացնում։ Բաներ կա ինչ որ մեզանից կոպի են անում, խոսում են տենց մի երկու հոգի տենց տենում ենք, նկատել ենք մենք։ Բայց Ինչ դա բանը, որը շատ դա թող շատ խոսան։ Okay է։ Դերում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրեշը քարագլուխ է իրականում։ Իրականում քարագլուխ էլ չի, որովհետև այն ինչ ում հրեշ ներկայացրել նրանք հրեշ չեն, դեպի այս կողմ են գալիս։ Հրեշները ստեղ են։ Այսինքն ինքը ուզի, ինչ որ պահի ուզի տենալու է որ այդ կեղծ կռիվը իրա չի ստացվում։ Հիմա ասենք նայ Երևան քաղաքը Հայաստանի թիվ 1 քաղաքական հարթակն է։ Ժողովուրդը այստեղ ավելի շատ է կենտրոնացած չէ քաղաքական մտածողությունը քաղաքական ուժերի գրասենյակները ԶԼՄ-ների գրած բոլորը այստեղ են Կարպիս եթե իրավ ասած հրեշի դեմ կռիվը կա քաղաքը պետք է երրար քաղաքական իմաստով զերո էներգետիկա կա քաղաքական իմաստով զերո այսինքն դա նշանակում է որ այդ կեղծ հրճակված հրեշավոր այդ պայքարը կեղծ է ժողովուրդ եթե կեղծ է Եթե մենք չմտնենք չակտիվանա այս process-ը, բայց մենք մտնենք ու ակտիվանում այս process-ը։ Ընտրական տեղամաս կարող է գնա 1 միլիոն մարդ։ Այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը կարող է իմ քանի տոկոս բանան, են որ ասում է, ինչքան խփեք, ինչքան ասեք, այդքան խփեմ։ Կարող է տենց իրավիճակ դարձնի։ Բայց դրա համար ի՞նչ է պետք անել։ Դրա համար նայում եք դերում քաղաքական կռիվ գոյություն չունի։ Քաղաքական կռիվ գոյություն չունի այս ընտրությունների իմաստով։ Նայեք, ինտրիգ չկա, մրցակցային բան չկա, խոսակցություն չկա, ինչ-որ հնացած տեքստեր, ինչ-որ հին բաներ են, որ բան state-ն դից լսած խոսակցություններ, ինչքան կարելի է։ Իրականում Նիկոլ Փաշինյանի այդ երրագլուխ հրեշ դիսաբանական եզրույթը կարելի է փոխարինել այլ տերմինով, որտեղ մենք տեսնում ենք քաղաքական դաշտում կա մեկ այլ միություն, Միչանսկի միասնություն, Միչանսկի շուրջ։ Դե դա էլ է շատ բան, հա, հետարքի բան է։ Իշխանություն թե ընդդիմություն, այսինքն դա մենք էլ ենք ընդդիմության մի մասը կողմ են Միչանսկին։ Եվ հիմա իշխանությունը հասկանում են, իրանց բերած օրակարգն է, կեղծ է, կեղծ չի, իրական չի, իրանց բերած օրակարգն է, բայց որոշ ընդդիմադիրներ էլի այդ թրիփի ակտիվ, ջերմեռանդ պաշտպաններ են եւ ես իրենց գիտեք ինչի հետ եմ համեմատում, այն որ երթևեկության մեջ կարգազանց վարորդներ են լինում, ու մեծ մասը, այն որ քո համար մեջտեղի գծով գնում ես, կա մի հատ աչքից Մենք պատկերացնենք Իսակով եւ ձա հանգիստ գնում ես մեկը sense այս կոմից sense մարգատը միացրա sense գցումա բանը քյասարով ուզում ես sense կտրի դեմդ որ ինքա բանը կարճ ճանապարհ անցնի չի ուզում ես մեջտեղի գծով պրոբկայի մեջ հայտնվի sense մարգատը միացնում է sense արանքը sense ճղում է չէ անշնորհ բան է բայց շատերը անում են մեկ մենք էլ ենք անում հիմա անդիմությունը ոնց որ այդ լինի հիմա Նիկոլ Փաշինյանը բերել է այս կեղծ տրիպը անդիմադիրները այտենց ուրիշ գծից լրիվ sense մարգատը միացրած եկել են ուզում են բանը մակաբուծվեն պարազիտի պես բան Դա ուրիշ հարց կա լավ վերարտադրվեն այդ օրգանիզմի վրա լավ ուրիշ հարց կա լավ Փաշինյանը գնացել է Վաշինգտոն թղթեր աստորագրել թե մեկը թրիպն է մեկը խաղաղության պայմանագրերն է նախաստորագրված չէ հիմա ընդդիմադիր ուժեր կան որոնք մրցակցություն է գնում Ժորժ ջան մրցում ենք մրցումներ են սրանք ասում են մենք էլ ենք կողմ այսինքն մենք ուզում են միջանցք են տալիս մենք էլ ենք կողմ այդ թղթերին մենք էլ ենք կողմ այս թղթերին մենք էլ ենք կողմ այս թղթերին Ժորժ ջան մտեք քպը դիմում տվեք մտեք քպխի առանձին մասնակցում որ լսեք եթե նույն բանն եք ասում նույն բանն եք խոսում ոչ մի այլ ընտրանք չունեք ոչ մի այլ ընտրանքային բան չեք ներկայացնում
Որպես որ ինչ եք ուզում ժողովուրդը ձեզ ընտրի։ Հենա ասենք Նիկոլին կընտրեն, էլի։ Նիկոլն ա բերե, Նիկոլն ա ասում այդ բանը։ Դուք եք նույն բանը ասում։ Ես հասկանում եմ եք ասում, ուզում եք իր այդ բանից, այդ իր փոշու մեջ ինչ որ բան խաղաք։ Հա, բարձա, բայց եթե տենց է, Նիկոլից ավելի Նիկոլ ուժերին, որ ինչ պետք է ընտրեն մարդիկ։ Որպես Մեր դուետում Էդմոն Մարուկյանը բնականաբար ավելի քաղաքակիրթ կողմն է։ Դեսպան ա եղել մարդը 5-րդ, 6-րդ եւ 7-րդ գումարումների պատգամավոր։ Ես մի քիչ ավելի չոբան եմ եւ ուղիղ ասեմ։ Ասա։ Trip էլ չկա։ Եվ ավելին ասեմ, եթե trip-ի հիշողության վրա այլ միջանցք փորձեն կառուցել, դա էլ չպետք է թույլ տալ այլևս։ Ինչի համար։ Չկա Ղարաբաղ, Չկա միջանցք։ չկա միջանցք։ 1000 անգամ ասել ենք։ Այդ միջանցքի վերաբերյալ իմ կարծիքները որոշակի էվոլյուցիա են ապրել։ Երբ որ կար Արցախը, ես ակտիվորեն լոբինգ էի անում, որ այդ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը կյանքի կոչվի, որը միջանցք չէր։ Այդ կեղծ արեմտամետ ռոպագանդիստներն էին ասում, որ դա միջանցք է։ Հետո իրանք եկան միջանց տվի։ Ասում են դա միջանց է, բայց դա միջանց։ Հետո Արցախը հայաթափվեց, ես էլի մի որոշ ժամանակ ասում եմ, դե լավ կայունության համար միգուցե պետք է այդ 9-րդ կետը անել։ Հետո նաև ձեր աջակցությամբ նախաձեռնություն էի փորձում սկսել հակամիջանցք։ Բայց այդ հակամիջանցքը մնաց կիսատ։ Նա ինչի, որովհետև եթե մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք Ղարաբաղը չկա, Ադրբեջանն ու Թուրքիան միջանցքը ուզում են։ Որպեսի միջանցքը չտաս, դու չես կարող Ղարաբաղի հարցը փակես, բայց միջանցք չտաս։ Դու դի Ղարաբաղի հարցով դեմ տաս, ասես այս է, Ղարաբաղը չկա, միջանցք չեմ տալիս։ Հետո ու իրանք մեկա հարցը փակին Ղարաբաղի գնացին Վաշինգտոնը միջանցքը տվին։ Այդ հակամիջանցքը չհասցրեց գործնական դրսևորում ստանա, այդ Վաշինգտոնից այդ թղթերը բերեցին եւ ստեղից մի պա մենք արքելակի վրա սեղմեցինք, հաշվի առնելով դա պետություն է, հասկանանք ես ինչ եմ բանակցում, եւ այդ նախնական շրջափուլում ավելի փափուկ էինք տրամադրված, լավ ասում ենք լավ է, իրողությունը հասկանանք ինչ կլինի, բայց հիմա հատկապես իրանյան պատերազմից հետո ասենք որ չի կարա դա տեղը լինի։ Եղբայր այդ գիշեր Եվ չի լինելու դա տեղ։ Դա չկա չէ լինեմ ուրա, այս քանի ամիսա ոչ մի գործ արված չէ դուությամբ։ Այդ գիշերը երբ որ ստորագրվեց, դե Ամերիկայում լույս էր, Հայաստանում գիշեր, օգոստոսի 8-ը։ Ես լավ հիշում եմ։ Դե մի տարին չենք բոլորել դեռ։ Ես ուղիղ եթեր մտա եւ կետ առ կետ ժողովրդին բացատրեցի։ Որ ձեզ խափում են, ամերիկյան երաշխավորություն չկա, խափում են, չեն բերել ամերիկյան երաշխավորություն, ամերիկան վկա է։ Միջանցք են տվել, որտեղ մենք չենք լինելու։ Դա հայոց ցեղասպանության շարունակությունն է, որտեղ եթե մի դեպքում ցեղասպանության ժամանակ ասում էին դուք ստե չպետք է ապրեք, կոտորում էին կամ գաղթի ճանապարհն էին վերցնում, ուղում մարդկանց եւ այնտեղ էին կոտորում, սովամահանում, այս մյուս դեպքում ասեցին Արցախում չպետք է լինեն հայեր չկան Արցախում, եւ մյուս դրվագով էլ ասում են մենք sense պետքա գնանք գանք, բայց դու դե չպետք է լինես։ Այդ բանը front office, back office, ինչ է նշանակում ժողովուրդ ջան, որ կա բան ճակատային գրասենյակ, որ հենց առնչվում ես իրանց հետ, հայ չի լինում։ Ասում եմ back office-ը, այն որ բան չի, որտեղ է զանավես կետերն է, որ այնտեղ նոր հայերը կարան եսին որտեղից նայեն։ Այսինքն դուք Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, ինքնիշխանությունը զիջել եք։ Ոչ մի բանի դիմաց սա Նիկոլաս մասին է։ Բայց դե մենք հիմի խոսում ենք ընդդիմադիր ուժերի մասին, ովքեր ընդդուսին մասնակցում են։ Եկել են ինչ-որ ուժեր, ասում են դա մեր երկրի խաղաղությունն է, դա մեր զարգացումն է, դա չի կարող եք ուծել ասեք Սյունիքը հանձնենք ավելի խաղաղ կրնենք, Շիրակի մարզը տանք թուրքերին ավելի խաղաղ կրնենք։ Դուք ով եք դուք։ Ով եք դուք, ոնց կարաք նման հայտարարություններ անեք։ Ոնց կարա լեգիտիմ լինի ձեր ընդհանրապես որևէ քաղաքական մասնակցություն որևէ բանի։ Գնացեք մտեք ԿՊ-ի մեջ, ես ասում եմ։ Մյուս եթերներով արդեն անուններով ենք ասելու։ Մի դուք գիտեք ում նկատի ունենք, մյուս եթերով անուններն ենք ասելու։ Այո, եւ դա ֆիքսենք, որ ընդդիմադիրների մի մասը պոպուլիզմի դիրքերից ժողովրդին դուր գալու համար հաշվի առնելով որ որոշակի զանգվածների մոտ, ակտիվ զանգվածների մոտ հակառուսական տրամադրություններ կան, եւ միգուցե լեգիտիմ հաշվի առնելով Արցախի հայաթափումը, դա հասկանում ենք էլի, մարդ ենք վերջի։ Այդ մարդկանց դուր գալու համար Նիկոլից ավելի նիկոլական են ուզում լինի։ Բայց չեն հասկանում որ հակառուսական տրամադրությունները Նիկոլն է կապիտալիզացնում։ Դին էլեկտորատն ինքը կրելու է ձեզ։ Ուր եք մտել այդ վազվզը։ Պարոն Մարուկյան,
ես որոշակի վերլուծություններ ունեմ Եվրոպան ոնց հասկանում ենք պատրաստվում է երկարատև դիմակայության Միանշանակ Ռուսաստանի հետ միանշանակ եւ այդ ուղղությամբ Ռուսաստանի սահմանների Ռուսաստանի համար ականներ, հակամարտություններ եւ թշնամական տրամադրություններ է սահմանավորում Միջին Ասիայով, Հարավային Կովկասով, դե Արևելյան Եվրոպան էլ բարձր։ Մեր տարածաշրջանում ինչ մեթոդ է կիրառվում։ Մենք բոլորս գիտենք պատմությունից բաժանիր որ տիրես տրամաբանությունը, բայց մեր տարածաշրջանում հակառակ process-ն է տեղի ունենում։ Միավորիր որ տիրես։ Այսինքն ինչ են անում։ Հայաստանին կցում են Ադրբեջանին, անդադ ուզում են ապակայունացնել Վրաստանում իշխանափոխություն իրականացնել կամ գունավոր հեղափոխություն 2 եւ Վրաստանին էլ միացնել այդ պրոյեկտին ընդդեմ Ռուսաստանի։ Այսինքն այստեղ Հայաստանը ընդհանրապես գույքի դերակատարություն ունի, իրենք կցում են Ադրբեջանին առանց անկախությունը կորցանելու բան, դրա մասին չի խոսքը։ Որպեսզի ամուր բարիքներ շարեն հայ-ադրբեջանական, նաև պլյուս թուրքական ընդդեմ Ռուսաստանի, նաև ինչու՞ չէ նաև ընդդեմ Իրանի։ Եվ հենց այս ճանապարհին, այս մեծ քաղաքականության ճանապարհին հայաթափվեց Արցախ, այսինքն պետք էր կորցանել, քարուքան տանել այն վերջին ամենաազդեցիկ հիմքերից մեկը, որ Ռուսաստանին պահում էր այս տարածաշրջանում եւ Ռուսաստանին գործուներ դարձնում։ Դրա համար անհրաժեշտ է ապամոնտաժել մեր ամբողջ մտածողությունը, ցեղասպանության հարցը, Ղարաբաղյան շարժումը, այսինքն այն ամեն ինչը մեզ կապում է ավանդույթներով անցյալի հետ։ Այսինքն անցյալը վերացնել հայ ժողովրդի։ Անցյալը վերացնել, բայց դե մի հատ կարևոր բան կա։ Շատ շատերը կարծես կարող է միամտաբար ասեն, բայց ինչ վատ է, մենք էլ դառնանք այդ կոալիցիայի անդամ, արևմտյան, եւ կռվենք ռուսների դեմ։ Ունեք շատ շատերը կուզենան դա։ Հայաստանում նկատում եմ նրանք, ովքեր որ հիասթափված են, ջղայն են այդ թեմաներով, կարող չգիտեմ։ Դա արևմտամետը չեն, դա շատ հակառուսական կամ այս քարոզչության իրականացման։ Դա Փաշինյանը այս քանի տարի հակառուսականություն ասերման է երկրում քարոզ է, ինքը անձամբ իր գլխավորությամբ արվել։ Բայց հիմա ինքը էլ ասում է մենք ԵԱՏՄ-ում պետք է զարգացնենք։ Սենց բաներ ասում ու չի իր էլեկտորատը չի ընկալում։ Այսինքն ինքը որպես իր մեղքերը գցի ուրիշի վրա այդ քարոզությունը արել է, բայց հիմա պրագմատիկ քաղաքական հաշվարկի տեսանկյունից ինքը հասկանում որ տնտեսությունը կփլուզվի, եթե գազը թանկանա, այնտեղ բան մենք ես հունիսի կեսից երկրորդ կեսից էլ բանը Պուտինին ասել եմ, գալու եմ բան, շատ լավ մի քանի ժամ խոսեցինք բան, ուժին են կարել, այսպես բաներ, ու իր էլեկտորատը որ ինքը տրամադրել է, չէ՞։ Սնայմասմա որ այս ինչ ասում։ Շատ էլի մեկը լիքը մարդ բան են անում, տենց արդարացում են, դե մտենց հա պետք, բայց հետո ինքը սենց հանուն պետության սենց հանեն, բայց հետո սենց կանի, հետո հանուն պետության կարող մտնեն Բելարուս բանի մեջ է, Ռուսաստան-Բելարուս միության մեջ, էլ այդ մարդիկ կասեն, բայց սա հանուն պետության ինքը սենց, այսինքն անընդհատ այդ բանը լինելու է, բայց նայեք, ինքն իր փորած փոսի մեջ է անգել։ Ինքն իր փորած փոսի մեջ է անգել, որովհետև փորելա մի հատ փոս, որ Ղարաբաղի պատմություն իր ավրից հանի մնա ռուսների վրա, տենց էլ հայկական տիրույթում տենց է դարձել, հաջորդը մի հատ ռուսներին, շատ։ Հիմա մյուս կողմից ուզում է ռուսների հարաբերությունը բայ է իր էլեկտորատն ասում է հոպ ախպեր։ Ոնց։ Բայ իրանք sense բան դու չէիր ասում ցարը բան։ Էս ի՞նչ եք անում, բա կտրի չէ, ոնց է խառնում ասաղ իրար, չգիտի ինչ անի։ Չգիտի ինչ անի։ Չէ, դա երկարատև process է իրականում։ Ինքը չի ուզում կտրուկ քայլերի գնա։ Եվ հիմա մեր որոշ դեմագոգ ընկերներ տենց իրենց այդ թեզը արդարացնելու համար արագ հարցեր են տալի, բա ինչի, այդ ինչ ներդրումներ են, բազան ինչ չեն հանում, սահմանապահ ընկերներ մը հանեն էլի հասկերեք էլի համբերեք երկարատև process-ը եւ ով ասում որ չի հակադրություն կործանումը դա մի օրվա գործ չի։ Մեր ժողովրդի մի ազգի կործանումը, երկրի կործանումը, մի ազգի հազարավոր տարիներ ապրած ազգի ավանդույթը բանը վերացնելը մի օրում ոչ չեն անում։ Ինչի՞ մարեք ես չեմ հասկանում անդադար բախից sense դանդաղ կազմակերպված պլանավորած մարդիկ աշխատում են անում են ինչ է անընդհատ կեսից հարցնեմ բայց չէ sense չէ ողնես մեր ժողովրդին խափում են ասում որ եթե մենք գնանք ԵՄ կդառնանք շատ պրիմիտիվ էլի Բելգիայի պես երկիր ես ասեմ էլի
հանուն արդարության, ցավոք սրտի Ով չի ուզում որ անցալում է այսպես։ երկիր չէ։ Կուզենք, իհարկե կուզենք, բայց հանուն արդարության պետք է ասենք եւ ցավոք սրտի, որ արեմուտքի համար մենք տենց առանձնապես մեծ արժեք չունենք։ Եվ եթե մենք ինչ որ հրաշքով հայտնվենք այդ միությունում, բայց այդպեսի բան չի կանխատեսվում, չկա գործընթաց, մենք իրենց համար արևելյան պերիֆերիալ կապիտալիզմի ինչ որ մնացույկ ենք ստեղ։ Առանց տնտեսական լուրջ արժեքի պերիֆերիալ կապիտալիզմ կա։ Այո։ Մեծ շուկայի անկարևոր ծայրագավառ, որից լինելու է արտագաղթ, Մեծ շուկայի անկարևոր ծայրագավառ, այդ ինչ հետաքրքիր բան։ Այսինքն Թուրքիայի ապրանքների սպառող էլի մանր մուներ։ մոտավորապես այդպես օրինակ Թուրքիան մեծ արժեք է, ինչա Ֆրանսիան դեմ որ ինչեր են ժամանակ Ֆրանսիան դեմ որ Թուրքիան, որտեվ Ֆրանսիան Եվրամիության հսկաներից մեկն է, կամ աշխարհակական տեսանկյունից հսկան։ Ծանրությունը կշերքի նիժարը թեքվի մի քիչ դեպի արևելք։ Չէ, հիմա լրիվ դեպի արևմուտք է Ֆրանսիան իր ծանրությամբ, որպես տիտան։ Իր Սուզանավերով, Էնկոմա sense ծանրությունը sense կշերքը sense է, բայց եթե Թուրքիան լիներ հավասարազոր անդամ, կհավասարվեին։ Այսինքն հայ բաներ կան, չէ՞, այտենց եվրոպամետներ կան, կեղծոր sense ամ։ Մենք ուզում ենք Թուրքիան լինի ԵՄ անդամ, որ մենք էլ Թուրքիայի հետ գնանք։ Իսկ արևելքում մենք անկարևոր իդեպ Ռուսաստանն էլ է այս պայծրությամբ տենց կապիտալիստական պերիֆերիա փոքր շուկա։ Մենք շուտ Ռուսաստանի համար դες բեսա կարևոր ենք ասել։ Ասեմ, ոչ մեկի համար է կարևոր։ Մենք մեզ չենք կարևորում, ով պետք է մեզ կարևորի։ Իտալիայի շուկան ավելի մեծ։ Բայց այդ չեմ ասում։ Արևելքում մենք այդ կապիտալիստական պերիֆերիա չենք։ Այստեղ հասկանում եմ, այստեղ լիքը խնդիրներ կան, ազատությունների պակաս կա, մարդու իրավունքների խնդիրներ կան, բայց պատմական փորձը ցույց է տվել, որ այս համատեքստում մենք ինդուստրիալ երկիր ենք դառել։ Լուրջ ինդուստրիալ երկիր ենք դառել։ Բայց դա 35 տարի առաջվա խոսակցության մասին է կարծես։ 35 տարի մենք ինդուստրիալ երկիր չենք։ Մենք քանդել, ծախել, կերել ենք այդ ինդուստրիալ երկրի եղածը։ Եվ բայց ամեն դեպքում դրա մտածողությունը, դրա հիմքերը կան։ Բայց ինչ եմ ուզում ասել։ Մենք այստեղ կարևոր ենք որպես շուկա։ Մեր ապրանքները այստեղ բրենդ են։ Բելարուսում, Ռուսաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում ամեն մի հայկականը բրենդային է։ Այո, համաձայն եմ։ Կապից մենք դա ասում ենք տրադիցիոն շուկաներ։ Հիմա այսօրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքում մենք, սիրելի հայրենակիցներ, կարող ենք կորցնել տրադիցիոն շուկաները։ Այս խոսույթը, որ ես ու Կարպիսս տարուց ավելա խոսում ենք, բնականաբար տարբեր քաղաքական ուժեր լսել են, ասես բոլորը մտցրել են իրենց ծրագրերի մեջ, ու էլ իրանք են խոսում։ Բայց Ջորջ ջան, չեք կարա համասեք մենք համաձայնենք միջանցքնանք թուրքերին, համասեք ուզում ենք մեր կոնյակը Ռուսաստան ծախվի։ Չի լինի դա։ Այս սեմինարը ձեր համար է։ Եվ դրա համար ժողովուրդը չպետք է խափվի այդ ուժերի ասասների վրա։ Բայց հարց եմ ուզում պատասխանել։ Գնա բանանի, ընտրի, ասա։ Ասում եք ինչ վատ կլինի որ ռուսների դեմ դիմագրավենք։ Լսեք, եթե ուզում եք մեր ժողովրդին զոհաբերեք հանուն համաշխարհային լիբերալիզմի, իմպերիալիստական այդ արժեքների լիբերալիզմի հարց չկա կարծես, պրոստը այնպես կրիվա գնամ ուզում ենք իդեոլոգիան եմ ասում, Պուտինյան ընկալմամբ։ Բայց մենք ինչ գործ ունենք տեղ, այդ վրացիների չափ խելք չունենք, հա? Վրացիները մեր չափ խելք չունեն, որ իրենց երկիրը հերո պայծին։ Այդ մարտարավենից հիմա ինչ գուբերնիա է դառել Վրաստանը։ Հիմա Վրաստանը ավելի անկախ երկիր է։ Տնտեսությունը թռած զարգանում։ Վրաստանը հիմա ավելի անկախ է։ Հիմա ովքեր որ ասում են հիմարություն են դուրս տալ, երբ որ ասում են Վրաստանը Ռուսաստան թեքվեց դեպի Ռուսաստանը եւ կախվածության մեջ է։ Ոչ, հիմա Վրաստանը ավելի անկախ է, քան Սաակաշվիլիի օրոքեր։ Ուղղակի Վրաստանը չթողեց իրան օգտագործեն այդքան բան։ Այդքան բան։ Եվ իրան չթողեց։ մենք էլ չպետքա թույլ տանք մեզ օգտագործեն ընդդեմ ինչ որ երրորդ տերության։ Դրա համար Այդ չի նշանակում որ պետքա թշնամի դառնանք Միացյալ Նահանգներին, թշնամի դառնանք Եվրամիությանը, չէ, չնայած հիմա ուզենանք էլ չենք կարող թշնամի դառնանք եղբայր։ Սառը պատերազմի մի հերթական շրջափուլն ենք ապրում, արդեն տևական ժամանակ եւ այստեղ ինչ որ մեր պես երկրների համար մանյովրը, այդ կոմպլեմենտալիզմը շատ բարդ է, շատ դժվար է, չեզոք մնալը, բայց որքան հնարավոր է պետք է կարողանանք գոնե թույլ չտանք, որ մեզ որպես շարքային շախմատային զինվորի զոհաբերեն։ Այսինքն Ժողովուրդ ջան, արի ամփոփեմ այս մասը, էլի։ Իմ ու Կարպիսի այս 20-25 րոպե ասացի
ամբողջ իմաստն այն է, որ եթե դուք սիրելի քաղաքացիներ, հարգարժան ընտրողներ, չեք ցանկանում, որ մեր երկիրը դարձնեն մանրադրամ Արևմուտքի, Ռուսաստանի դեմ կռիվներում, որ մեր երկիրը դարձնեն Թուրքիայի վասալ մի հատ երկիր, մի հատ ձևակերպում կա, ասում է Թուրքիան ուզում են, որ լինենք մենք իրենց քարվանսարան, այդ խաշմերուկով որ գնում գալիս են, այդպես կանգնեն, լողանան, դուշան են, բան հաց ուտեն, բան, գնան չայ խմեն, բան տենց։ Եթե դուք չեք ուզում, որ Հայաստանը դառնա այդ քարվանսարան, եթե դուք չեք ուզում, որ մենք դառնանք ուրացող, մեր անցյալի, մեր պապերի, մեր հերոսների ուրացողը, դուք չեք ուզում, որ մենք կործանենք մեր ներկան, որտեղ ներկայում մենք ունենք ատոմակայան, որ մեր էներգետիկ ինքնիշխանությունն է ապահովում, եթե դուք չեք ուզում, որ մենք հանկարծնես չլինի, որ ժառանգելու բան չունենանք եկող սերունդներին, մենք ձեզ ասում ենք, դուք պետքա ընտրությունների ժամանակ քվեարկությամբ, ձեր մասնակցությամբ, ձեր աջակցությամբ մեր թիմին այնպես անեք, որ մենք հնարավորինս շատ ձայն տանենք։ Խոսքը չի գնում 4% ձայնի մասին, չի գնում 6% ձայնի մասին։ Խոսքը գնում է հնարավորինս շատ ձայն տալու մասին։ Մենք 18 թվականին ունեցել ենք այդ հնարավորությունը լավագույնս կիրառվել է։ Կովիդի ժամանակ ենք ձեր շահերը պաշտպանել, պատերազմի ժամանակ ենք ձեր շահերը պաշտպանել։ Դրանից հետո երկրի քաղաքական ճգնաժամն ենք հանգուցալուծել, բայց մենք տեսնում ենք, որ այս պայն քաղաքական համակարգը հայտարարակ վիճակում է գտնվում եւ մեկը մեկից խոցելի մարդիկ մտել են ուզում են բան անեն, փոխեն երկիրը, պայքարի մեջ մտնեն, ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, բայց այդ իրենց խոցելիություններով չեն կարողանալու ոչ մի բան անել ու մենք տեսնում ենք, որ չեն կարողանում անել։ Սա է պատճառը, որ մենք կոչ ենք անում քվեարկել մեր օգտին։ Մատ ուրիշ միֆել կա։ Խնդրեմ։ Ինչ որ մի շրջանակ ասում է գուբերնիական վիլայետ, ինչ որ մի հատ առաջադիմական շրջանակ էլ ծաղրում է այդ երկընտրանքը։ Եվ ես եկել եմ այն համոզմանը, որ գուբերնիա թե վիլայետ երկընտրանք մենք չունենք։ Գուբերնիայի հարց ընդհանրապես չկա, իսկապես չկա։ Պրոպագանդա է դա։ Կա այլ երկընտրանք, կամ անկախ եւ ինքնիշխան երկիր, կամ էլ Ադրբեջանի կցորդը տարածաշրջանում։ Թուրքիայի էլ չէ, ժողովուրդ ջան, Ադրբեջանի կցորդը միավորիր, որ տիրես տրամաբանությամբ եւ այս համատեքստում հիմա այդ քաղաքասարակության որոշ ներկայացուցիչներ հիստերիկաբար եթերից եթեր ցռնելով խոսում են ռուսական մասնակցության մասին ընտրություններին։ Ես չեմ բացառում, դատապարտում ցանկացած օտար միջամտություն։ Միանշանակ Ժորժան, ամենախիստ ձևով դատապարտում են։ Ռուսները կլինեն, ռուսների, եվրոպացիների, մենք ի տարբերություն ձեզ օտար երկրի ուժի։ Մենք ի տարբերություն ձեզ մի բևեռից փող չենք վեկալել, որ մյուս բևեռին քրֆենք։ Մենք սաղ բևեռներին կարանք քրֆենք։ Ուղղակի մենք դաստիարակված կիրթ քաղաքական գործիչներ ենք եւ քրֆելը չենք ընկալում։ Խրախուսում։ Այսինքն մենք չենք կարող ասենք մի աշխարհակական բևեռից փող վերցնենք, անք մյուսին ցեխը մտցնենք, բայց այդ կան որ ռուսների միջամտության մասին եք խոսում։ Ռուսներից 100 անգամ ավելի մեծ ռեսուրսներով մեր ընտրություններին մասնակցում են Ադրբեջանը եւ Թուրքիան։ Ծպտուն կհանեն։ Եվ ինքնիշխանները ծպտուն կհանեն։ Ռուսաստանը իր համար նախընտրելի տեխնացուի անուն չի տվել։ Եվ Թուրքիան եւ Ադրբեջանը կամ Թուրքիայից եւ Ադրբեջանից ամբողջ օրը ռոպագանդում են իրենց նախընտրելի տեխնացուին, որ նա Նիկոլ կարելի է, հա, որ Նիկոլ Փաշինյան, այսինքն Թուրքիայից եւ Ադրբեջանից իրենց տեխնացուի անունը տալիս են, դա կարելի է, դա ինքնիշխան է։ Իսկ Ռուսաստանից ինչ որ Սալավյովի Մակարդակի ինչ որ տենց մատ շատախոս որ մի բան խոսում է, այդ հիստերիան եթերից եթեր միանում է ծվծվ ձենով, ամորձատված ձայնով։ Գիտես ինչն է ցավալի նաև, որ էսա ձեր ինքնիշխանությունը։ Այս շաբաթ պարզվեց, որ Արցախում ոչ միայն քանդել են Սուրբ Հակոբ եկեղեցին, այլ նաև հողին են հավասարանցրել գլխավոր մեծ ճարտարապետական արժեք ունեցող եկեղեցին Ստեփանակերտի եւ գիտես ինչն է զազրելի, եղկելի, չգիտեմ ինչ բառ անգամ փնտրեմ, որ ձևակերպեմ միտքս, որ արա ոնց է կարա դուք այդ արտգործնախարարության կաբինետներում, այդ կառավարության կաբինետներում նստած ծպտուն չեք հանում այս դեպքերի վերաբերյալ։ Արա չեք ասում, բա լավ, բայց եթե դուք սա օրը քարոզում եք, ասում եք խաղաղության պայմանագիր ենք նախաստորագրել
այն եթե վերաբանակցվի, բովանդակությունը եթե փորձեք փոխել, կլինի պատերազմ։ Բան, արա այս չի ձեր բանակցած խաղաղության բանը պայմանագիրը։ Որ չեք կարող ծպտուն անել, ասել մեր սրբությունը խեք քանդում։ Լավ հայերին հանել եք այդտեղից, ասում եք խաղաղ կլինենք, խաղաղություն կլինի, կգանք կապրենք։ Եկեղեցին խեք քանդե։ Եվ որ կգանք այդ ժամանակ կա մոմ վառենք այդտեղ, ոչ թե քաղաքը վառենք։ Ես մի բան ասեմ։ Նիկոլ Փաշինյան ձեն հանի։ Ես Արադ Միրզոյան ձեն հանի։ Բարմեն Գրիգորյան Դելֆի սամիտ էս գնացել է Հիկմետի այդ Գյուլի մուլի հետ։ Արմենը գիրք է գրել հեղափոխության մասին գիրք է գրել։ Իր կյանքի միակ ստացված բանն է, որ իր այդ կապ չունի, որ ստացվել է։ Հուսամ կնվիրի։ Ես մի բան ասեմ, ես իսկապես այդ էմոցիոնալ բանը հասկանում եմ։ Բայց այդ եկեղեցիա քանդվել հիմնատակ, մեր եկեղեցին էր։ Բայց շատ բարձր եմ գնահատում Ադրբեջանին։ Ադրբեջանի անկեղծությունը եւ ազնվությունը մարդիկ չեն կեղծում, չեն ձևացնում եւ ասում են ինչ ա լինելու եւ հստակ ասում են ինչ են կանելու։ Այդ բան ես ասում։ Այսինքն լիրիկական զեղումներ բան չկա, էլի, նորմալ։ Եւ Ալիևը եւ Փաշինյանը օգնում են մեզ։ Ոչ թե մեզ, հայ ժողովրդին։ Հայ ժողովրդին, որպեսզի սթափվի ժողովուրդ։ Մեր ձևակերպած գաղափարները միսու այրուն ստանան եւ ապացուցվի դրանց ճշմարտացիությունը, որ այդ խաղաղությունը կեղծ է։ Նայեք, ինչքան ես ու Կարպիսն ասել են կեղծ է, ձեզ խափում են չէի հավատում, բայց հիմա եկեղեցին քանդում են, ես եմ հավատակ։ Սերժ Սարգսյանի ժամանակվա ազգայնականությունը կեղծ էր։ Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը կեղծ է, եւ հիմա պետք է վերադառնանք իրական արժեքներին, իրական հայրենասիրության, հայրենիքի գաղափարին։ Եվ ի տարբերություն այդ նախկինների, այդ ամեն ինչը անենք իրական, հավատալով այդ ամեն ինչի։ Եվ այդ ամեն Ալիևը եւ Փաշինյանը օգնում են, որ մեր ժողովուրդը կոնսոլիդացվի, սթափվի եւ գա այս կարևոր արժեքներին եւ հասկանա, որ չի կարելի ուրանալ ցեղասպանություն, չի կարելի ուրանալ Ղարաբաղյան շարժում, չի կարելի Ղարաբաղը թոք համարել, չի կարելի թքել բոլոր ազգային արժեքների վրա եւ հասկանալ, որ պայքարը շարունակվում է։ Շնորհակալ եմ Ալիևին այս անկեղծության համար, որ իրանք չեն կեղծում։ Կարան չէ, օրինակ կեղծեն եւ կան հա խաղաղալ եւ կան դավադի ձևով թիկունքից խփեն։ Բայց ուղիղ ասում են, կործանում, պայթացնում են ձեր եկեղեցին։ Ինչ կա։ Հարց ունեք։ Հարց կա։ Եվ օգնում են մեր ռեմոնտադային, որ մենք մի հատ Կարպիս ռեմոնտադան արի բացատրենք։ Ժորժ ջան, մեր կարգախոսը արդեն հրապարակված է, պաշտպանի ինքնությունդ։ Սա է մեր կարգախոսը։ Ռեմոնտադա լինելու է։ Եվ դրա հետ նաև ունենք ռեմոնտադա լինելու է։ Հիմա պաշտպանի ինքնությունը դե մեր այս տարիների ընթացքում խոսացածի ամփոփումն է, որ եթե դուք քվեարկում եք լուսավոր Հայաստանի օգտին, որ ես Կարպիս Փաշինյանը մեր մյուս ընկերները գնան պարլամենտ եւ լինեն պարլամենտում եւ իշխանություն ձևավորեն պարլամենտում, դուք այդ քվեարկությամբ պաշտպանելու եք ձեր ինքնությունը մեր այնտեղ լինելով։ Բայց Կարպիսը մի այլ գաղափար էլ Իսպանիայից բերել է։ Այս տերմինը երիտասարդ սերունդը վստահ եմ հասկանում, հա, ովքեր որ նայում են ֆուտբոլ, ովքեր լավ գիտեն ինչա Լա լիգան կամ Չեմպիոնների լիգան, եւ ավակ սերունդը չի իմանա այդ բառը, իսպաներեն բառը, որ մի շարք իմաստներ ունի եւ ֆուտբոլային համատեքստում իմաստը մի փոքր տրանսֆորմացվել է եւ ես հիմա մեր միջավայրում այդ ռեմոնտադան օգտագործում եմ վերադարձի իմաստով, վերականգնման իմաստով, այլ ոչ թե վաղը հելեն գնանք ադրբեջանցիներին, բան հաղթենք, դրա մասին չի խոսքը։ Որտեղ ինքը comeback իմաստն էլ ունի, երբ որ երկու ֆուտբոլային թիմի իրար հետ խաղում են, օրինակ Չեմպիոնների լիգայի այդ play-off փուլում, մի երկու խաղ են, չէ՞ խաղում։ Մի խաղում օրինակ մեկը պարտվում է եւ ասում է օրինակ իսպանական թիմ Բարսելոնան ասում է մենք գնում ենք ռեմոնտադայի, այսինքն comeback-ի, ռևանշի։ Հիմա ես էլ եմ այդ ասում, որ մենք պետքա վերադառնանք եւ պետքա վերադառնանք մեր ակունքներին, Կարպիս առաջի բանը պետք անենք մեր ակունքներին, Մեսրոպ Մաշտոցին բանի QR կոդից դարձնենք Մեսրոպ Մաշտոց, նորից դա անենք։ Նորից մտածենք Հայաստանը սուբյեկտ դարձնելու մասին միջազգային հարաբերությունների, նորից մտածենք Հայաստանը կենսունակ եւ հզոր պետություն դարձնելու մասին, բանակ, դիվանագիտություն, տնտեսություն եւ այլն։ Այն ինչը որ այս իշխանությունը հետեւողականորեն քայքայել է եւ շարունակում է քայքայել։ Այդ առումով մենք պետքա գնանք ռեմոնտադայի եւ դա լինելու է։ Մարդիկ պետքա սթափվեն, հայ ժողովրդին պետքա արթնացնել այդ քնից բացատրել որ այս քեֆ ուրախություններով, թոշակներով, այս սալյուտներով, բաներով, այս կեղծ ուրախություններով տեղ չենք հասնի։
պետությունը կազմաքանդվելու է կծվելով Ադրբեջանի եւ սա չափազանցություն պետք չէ էլի փնտրել այս բառերի մեջ մենք արդեն ամեն ինչ տեսել ենք էլի սրանից 9 տարի առաջ 8 տարի առաջ երբ որ խոսեինք Արցախի հայաթափման մասին Պարոն Մարուկյան այդ բաժակը զարմացած կտար գլխից կասեր ինչ ես խոսում չէ դա ապշեցուցիչ բան կլեն որովհետեւ հայկական Արցախը արդեն մեր համար գոյություն ունեցող եւ անքննելի, անքակտելի եւ անկասկածելի, կասկածի ոչ ենթարկա փաստ էր, բայց ինչ է արագ ֆորմուլա 1-ի պես իրավիճակը փոխվեց եւ Արցախը չկա։ Ես մինչև հիմա չեմ տեղավորվում այդ հիմա ով է մարդկանց ասում որ իրանք ես գիտեն թե Հայաստանը հակարա լինի եւ հենց գիտեն թե բանա Փաշինյանը երաշխավորում է Հայաստանի բան միակ ընդհանրում հավիտենականությունը միակ ընդհանրում մեր իրականությունը փլվեց միակ ընդհանրում այնքան բան կարա լինի հասկացեք եւ այդ բառը որպես ինչ որ թիթիզություն չեմ բերել էլի այդ բառը տակ ես իսկապես իմաստ եմ տեսնում որտեղ ֆուտբոլը ինտելեկտուալ սպորտ է եւ ֆուտբոլի շատ դրսևորումներ իրական կյանքում են պետք եւ կան բայց ես չեմ ուզում միջպետական հարաբերությունները մարդկային կյանքերը նույնացնել ֆուտբոլի հետ դրա մասին չէ ես ուղղակի բառն եմ քաղաքականացնում եւ բերում քաղաքական տիրույթ ես հիմա այդ պրիմիտիվ քննադատությունները կարող են լինել չէ որ ուրեմն հայ-ադրբեջանական հարաբերությունները քո համար բան են հա ֆուտբոլային խաղի մակարդակի են իրանք գրել են հիմա մենք գրենք այնպես պրիմիտիվ դրա մասին չի խոսքը մեր վերականգնման եթե մենք այո ստավենք եւ վերականգնվենք եւ պաշտպանված լինենք մեր արժեքներով այդ ռեմոնտադան կլինի եւ պարտադիր չի մենք նորից պատերազմում հաղթենք պարտադիր չի շատ-շատերը նաև ասում են որ պատերազմի պարտության իմաստով էլ մեկ-մեկ ենք ինչ ա եղել որ մեկ-մեկ ենք չէ իրանք այդքան նվաստ լինել նվաստ այդքան վախենալ այդպիսի բաներ ասող մարդիկ ուրեմն չեն հասկանում հակամարտությունները դե ասում են հիմա մարդիկ կան չեն հասկանում որովհետեւ 94 թվականի զինադադարը -1 չէր 1-0 չէր չէ այլ համատեքստում էր Բայց մարդիկ կան չէ՞ որ ասում են այն վաղ որ չգնացինք Բաքու դրա մոր էսենս չէ դա փառահեղ հաղթանակ էր հարց չկա այդ հաղթանակը ոչ մի կասկածի բայց Բաքու կարային գնանք կարծես բայց Բաքու չեն կարող գնալ նախ ասենք թե այստեղ այլ մանրամասներ կան որ կարող են քննարկել բայց այդ հաղթանակով մենք չկանգնեցինք Ադրբեջանի լեգիտիմ կամ լեգիտիմ թվացող կամ լեգիտիմացված պահանջները վերադարձի ուժգան գնաց այնքան լեգիտիմացրեցին իրանք իսկ Ալիևը նաև Հայաստանի իշխանության միջոցով ապա լեգիտիմացրեց մեր բոլոր խոսակցությունները, դիսկուրսները ու շարունակում են հենց հիմա էլ անել։ Հիմա որ ասենք ամբիոնից գոռում են որ Ղարաբաղը KGB-ն ասեղծ է, թոգեր, բան է ցավ դրա մասին։ Դա շակոր Ալիևը ճիշտ էր։ Ասի դա տեղ կարելի ամբիոնից օրինակ գա իշխանությունները մեր։ Ամբիոնից գան ասեն Ալիևը ճիշտ էր։ Այսինքն իրանք իրականում դա են ասում։ Մեր ժողովուրդը չի հասկանում որ դա են ասում։ Ժողովուրդը գիտի թե տենց Ղարաբաղի հարցով են խոսում, էլի։ Իսրայելցի մի հիմար զինվոր Լիբանանի հարավում վանդալիզմի ենթարկել Հիսուս Քրիստոսի արձանը կոտրելով ձեռքը եւ լուսանկարել եւ տարածվել էր։ Այո, Իսրայելի ամբողջ պետական կառավարման համակարգը վարչապետով, արտգործ նախարարով, մանր-մունր չինովնիկներով ներողություն էին խնդրում քրիստոնեական աշխարհից ինչի համար ինչի են այդպես խառնվել իրար որովհետև հասկանում են որ կա կաթոլիկ եկեղեցի որ իրաց հերը կանեցի եւ իր բոլոր ռեսուրսներով կան կաթոլիկ երկրներ եւ այլն եւ հիմա բայց մենք ինչ ենք անում այդ եկեղեցին քանդել են ասենք Փաշինյանը բերել ենք կուսակցության Արադ Միրզոյանը ծպտուն չի նախընտրական ծրագրում դրույթ ենք մցրել որը դառնալու է կառավարության ծրագիր եկեղեցին կազմաքանդելու մասին որը մեր ուժն է, մեր ռեսուրսն է։ Չէ, ասում եմ, պետք է սենց անենք, պետք է ինենց անենք, բան գրավենք, բան ջարդենք։ Ժորժ ջան, չգիտեմ, ես քանի ինչքան խոսում ենք եւ բնականաբար մենք ոնց որ պետք է հիմա ամփոփենք, չէ։ Իսկ եթե եկեղեցին այդպես ցուլացված չլիներ, Մայրաթոր Սուրբ Երաշմեացինը, կարծում եք Ստեփանագերտի պայթեցված եկեղեցու թեման ամբողջ աշխարհին չէր հասցեագրի։ Ես կարծում եմ հիմա էլ Մայրաթորը կարող է հասցեագրել ու հուսով եմ հասցեագրում են, բայց ասածիդ մեջ ճշմարտություն կա, այսինքն եթե քո ազգային իշխանությունը, քո ազգային եկեղեցու դեմ կռիվ անում,
Էլ այդ եկեղեցուն թողում, որ մի հատ էլ հայտարարեն ասեն Ստեփանակերտում։ Հենա գնա Շվեյցարիայում մարդը մի քիչ ամենայն հայոց կաթողիկոսը երկու բառ ասեց, էլ սրբապիղծներ, էլ մանկապիղծներ, էլ քերակին, էլ չգիտեմ, այդ նողկանքը չեմ ուզում վերարտադրել։ Ու Ալա Շուքյուր Փաշազադեն հենց այդ օրը հայտարարեց, որ հայրաքելական Սուրբ եկեղեցին խանգարում է Հարավային Կովկասում մեզ։ Բայց շնորհակալ ենք Ալիևին անկեղծության եւ ազնվության համար։ Հա, որ օգնում է, որ հայ ժողովուրդը սթափվի։ Օգնում է, որ հայ ժողովուրդը հասկանա, որ իրան խափում են իր ազգային իշխանությունները։ Եվ պետք է ամփոփենք հիմա կարպիս, այսինքն մենք ուզում ենք նաեւ մեր ժողովրդին ասել, մեր հետևորդներին, որ մենք յուրաքանչյուր մեր հերոստատիտողի կոչ ենք անում աջակցել մեզ։ Սա առաջինը, երկրորդը, մենք յուրաքանչյուր մեր հերոստատիտողի կոչ ենք անում, որ տարածի այս նյութերը։ Մենք նաև ուզում ենք ասել, որ նյութերը շատանալու են, որովհետև քարոզարշավը մենք ավելի շատ ենք խոսելու, տարբեր թեմաների ենք արձագանքելու, միջազգային թեմաները դուրս չենք թողնելու, դրանցից ենք խոսելու, բայց ամենակարևոր բանը նա է, որ ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք ռեալ շանս մեր ինքնությունը պաշտպանելու։ Այդ ռեալ շանսը ստեղծվել է մեր առաջադրմամբ, այս ընտրություններին մեր մասնակցությամբ։ Դուք ունեք այդ հնարավորությունը։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, հետո ընտրություններից հետո չգաք ասեք փողոցներում, ճանապարհներին, Facebook-ում գրելով տարբեր տեղերով, որ վայ, բայց ինչ եղավ, բայց եղավ, բայց ոնց եղավ։ Չգա ոչ մի արդարացում, ոչ մի մարդ չի ունենալու, որը չի հելել, չի գնացել ընտրական տեղամաս։ Եվ չի ունենալու արդարացում, որ հանկարծ կգնա կընտրի մի ուժի, որը էլի միջանցք տվող է, որը օքեյ է, որ Ղարաբաղի ժողովրդի վերադարձ իրավունք չլինի, որը օքեյ է, որ ասենք այս այլանդակությունը երկրում կատարվում է։ Ամեն ինչ Նիկոլն ասում է ինքը դա այդ օքեյ է, բայց ինքը առանձին ուժ է։ Այդ մարդիկ էլ որևէ արդարացում չեն ունենալու, հետո չասեք թե խի սենց եղավ։ Ուզում եմ սրանով սահմանափակվենք։ Այսքան, կհանդիպենք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։